1-991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարևձեզ։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից պոտենցիալ ընդդիմադիր ընտրողներին կամ Հայաստանի ժողովրդի մեծամասնությանը անվանեց շուն ու շանգյալ։ Շանգյալ այսինքն շնագալ կամ ռուսերեն շակալ։ Ինչու եմ ասում մեծամասնությանը, որովհետև ամենայն դեպս վերջին երկու նշանակալից ընտրություններում Երևանում եւ Գյումրիում ընդդիմությունը ավելի շատ ձայներ ստացել, քան իշխող քաղաքական ուժը։ Գյումրիում ընդդիմադիր ուժերը ավելի շատ ձայն ստացան եւ քաղաքապետ դարձավ ընդդիմության ներկայացուցիչը, իսկ Երևանում ընդհանրապես իշխող քաղաքական ուժը ստացավ ընտրելու իրավունք ունեցողների ձայների ընդամենը 9%։ Այսինքն նա Հայաստանի ժողովրդի մեծամասնությանը անվանում է շուն ու շանգյալ եւ դա ճիշտ ասած սպասելի էր, ինչու որովհետեւ տեսեք Նիկոլ Փաշինյանը ինքը մեծ հաճույքով կրկնում է այն ամենը, ինչ ասում են Ադրբեջանից, Բաքվից, օրինակ այնտեղից ասում են Ղարաբաղը Ադրբեջանը եւ վերջ, ինքը այստեղից կրկնում է այո, Ղարաբաղը Ադրբեջանը եւ վերջ։ Այնտեղից ասում են պիտի Հայաստանի սահմանադրությունը փոխել, այստեղ Նիկոլ Փաշինյանն ասում է այո, պիտի սահմանադրությունը փոխվի։ Այնտեղից ասում են որ Ղարաբաղյան շարժումը արկածախնդրություն էր, ինքը այստեղ ասում է այո, դա արկածախնդրություն էր։ Այնտեղից ասում են հայկական եկեղեցին, հայ եկեղեցին լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, խաղաղության համար, Նիկոլ Փաշինյանն ասում է այո, հայ առաքելական եկեղեցին լուրջ խոչընդոտ է, վտանգում է մեր անվտանգային համակարգը եւ այլն, բայց Ալիևը նաեւ հայերին անվանել էր շներ եւ շնագայել էր։ Ու զարմանալի էր, որ այս ոնց է Նիկոլ Փաշինյանը չի շտապում դա կրկնել, փաստորեն դա էլ արեց, կրկնեց դա։ Ընդորում ես նախընտրական փուլում։ Հիմա այս նախընտրական իրավիճակի մասին դա իհարկե իր ազդեցությունը կունենա, բայց եթե նախընտրական իրավիճակի մասին ենք խոսում, ապա այստեղ երկու սխալ ընկալում կա իմ պատկերացմամբ հանրության մեջ եւ քաղաքական դաշտում առաջինը մարդկանց շատերին թվում է, թե սա սովորական քաղաքական պայքար է, որտեղ մի կողմում Հայաստանի իշխանություններն են, Հայաստանի վարչապետն է, մյուս կողմում մյուս քաղաքական ուժերը, չէ, դա այդպես չի։ Այդ միայն զուտ ձևականորեն է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Իրականում նա ավելի շատ ադրբեջանական եւ թուրքական քաղաքականության այդ նարատիվները առաջ մղող ուղղակի անձնավորություն է, քաղաքական ուժ է, ընդ որում նրա լեգիտիմությունն էլ է զուտ ձևական, որովհետեւ այո, նա լեգիտիմ է 21 թվականի ընտրությունների արդյունքներով, բայց ինչու եմ ասում ձևական, որովհետեւ այն ժամանակ նա ժողովրդի քվեն ստացավ լրիվ այլ բան ասելով, որ չգիտեմ, Հադրութի Շուշիի դեօկուպացիա անջատում հանուն փրկության եւ այլն, հետո արեց ճիշտ հակառակը։ Այսինքն այդ լեգիտիմությունն էլ է ձևական։ Ինչևէ, հիմա խնդիրն այլ է, սա առաջինը եւ երկրորդը, փաստացի այս ընտրությունները լինելու են ոչ թե քաղաքական ուժերի միջև պայքար, այլ պայքար Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար։ Ինչու՞, որտեղ տեսեք քաղաքական դաշտը ընդդիմությունը ասում է, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, Հայաստանը դառնալու է, չգիտեմ, արևմտյան Ադրբեջան կամ թուրքական վիլայետ։ Չէ, իրականում դա այդպես չի։ Իրականում Հայաստանը արդեն իսկ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այդ զուտ ֆիզիկապես օկուպացված է ընդամենը 250 քառակուսի կիլոմետր։ Քաղաքական առումով Հայաստանը ամբողջովին է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Եվ արդեն իսկ այդ օկուպացիայի տակ է։ Եվ խնդիրն այն է, թե կարողանա արդյոք Հայաստանը վերականգնել իր ինքնիշխանությունը, բարձ ասած անկախանալ Ադրբեջանից։ Սա է խնդիրը, կկարողանա թե չի կարողանա։ Ընդ որում տեսեք օրինակ փոքրիկ մի օրինակ բերեմ, ասենք Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ասում է առաջ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Անհեթեթ միտք է ասում, մարդիկ էլ զարմացած նայում են իրար երեսին, ոնց թե Հայաստանը առաջ մերը չէր, բաումն էր։ Չեն հասկանում ինչի մասին է խոսում։
Հիմա պատկերացրեք այդ նույն բանը ասում է Ալիևը։ Առաջ Հայաստանը մերը չէր, հիմա Հայաստանը մերն է։ Եվ ամեն ինչ տեղն ենք։ Եվ ուրիշ խնդիր կա, այդ ընդդիմադիր դաշտը ասում է, տեսեք, Նիկոլ Փաշինյանը այստեղ կառուցում է դիկտատուրա, որպեսզի իր անդադ իր իշխանությունը պահպանի ամենակոշտ մեթոդներով, հարգելիներս, նա իր դիկտատուրան չի հաստատում Հայաստանում, նա Ադրբեջանի դիկտատուրան է հաստատում Հայաստանում։ Այստեղ տարբերություն կա։ Տեսեք, եթե որևէ երկրում, որևէ մարդ փորձում է դիկտատուրա հաստատել, ասում է, ես եմ իշխանությունը եւ եթե հանկարծ ինչ որ ապստամբություն լինի, ես իմ զորքերով, իմ հավատարիմ զորքերով բոլորիդ կպատժեմ, չէ՞։ Իսկ եթե որևէ մեկը պարզապես այդտեղ նշանակված կուսակալ է կամ դրսի աջակցությունը վայելող ինչ որ կուսակալ է, նա ասում է, եթե ես հանկարծ փորձեք ինձ տապալել, ես այնտեղից այն մայրաքաղաքից զորք կբերեմ, ձեզ կպատժի։ Ոչ թե ես իմ զորքով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Նա չի ասում, չէ, եթե հունիսի 7-ին ինձ չընտրեք հանկարծ, այ մեր զորքը, մեր բանակը, չգիտեմ, մեր գվարդիան կգան ձեզ կպատժեն։ Չէ, այդպես չի ասում։ Ասում է, եթե ինձ տապալեք, ադրբեջանական բանակը կգա ձեզ կտապալի, կպատժի։ Հասկացաք տարբերություն։ Հիմա այս ներքաղաքական իրավիճակում պայքարը հետևյալն է, Հայաստանը, խնդիրը հետևյալն է, Հայաստանը կարողանում է դուրս գալ Ադրբեջանի գերիշխանությունից եւ դառնալ անկախ պետություն, թե չի կարողանում։ Սա սովորական պայքար է հանուն անկախության։ Եվ դժվար է պատկերացնել, որ դա միայն քվեարկությամբ, միայն քվեատուփերի մոտ կարելի է հասնել այդ անկախության, այդպես չի լինում։ Անգամ 1991 թվականին, երբ Հայաստանը հանրաքվեով դարձավ անկախ, նա հանրաքվեով չդարձավ անկախ։ Եվ այնպես չի, որ կայսրությունը չէր պայքարում դրա դեմ։ Հիշենք թեկուզ միայն 90 թվականի մայիսի 27-ի այդ կայարանի Նուբարաշինի դեպքերը օրինակ, երբ 24 զոհ ունեցանք։ Հիշենք Հայաստանում, Երևանում արտակարգ դրությունը խորհրդային ներքին զորքերով, հիշենք նոյեմբերյանի դեպքերը, մի խոսքով դա շատ ծանր, շատ լուրջ, արյունալի պայքար էր։ Եվ այդ պայքարում Հայաստանը դարձավ անկախ պետություն, փաստացի ձեռք բերեց անկախություն։ Եվ միայն դրանից հետո անկախության հանրաքվեի օրը քվեատուփերի մոտ արձանագրեց այդ փաստը, որ արդեն իսկ տեղի ունեցած փաստ։ Միայն քվեարկությամբ չի լինում։ Կամ վերցնենք թեկուզ, ասենք Ֆրանսիայում, Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում, խոսքը այդ Վիշիի կառավարության մասին է։ Ինչ որևէ մեկը կարծում է, որ եթե տարածքում հանկարծ ժողովուրդը գնար եւ քվեարկությամբ մերժեր մարշալ Պետենին, վերջ, այդ տարածքը դառնալու էր անկախ, Հիտլերն էլ ասել որ դե լավ է, որ ժողովուրդը այդպես անդրել, վերջ, այս օկուպացիան դադարեցնում ենք։ Չէ, այդպես չի լինում։ Այդպես չի, միայն քվեատուփերով չի ցավոք սրտի։ Պետք է պայքարել հանուն այդ փաստացի անկախության եւ այս ընկալումը պիտի լինի։ Այլ հարց է, թե հնարավոր է արդյոք այս փուլում ադրբեջանական այս օկուպացիան վերացնել, վերջ տալ դրան։ Հնարավոր է, թե հնարավոր չի։ Հնարավոր է արդյոք դա անել սեփական ուժերով, թե հնարավոր չի առանց արտաքին օգնության անել։ Կամ որ ուժը կամ ուժերը կարող են առաջնորդել այդ պայքարը եւ որոնք չեն կարող։ Սրանք այլ բոլորին այլ հարցեր են, որոնք իմջալոց հստակ պատասխաններ չունեն։ Բայց այդ ընկալումը պիտի լինի, որ հունիսի 7-ին ապագա խորհրդարանի կազմը չի, որ որոշվելու է։ Մենք ուզում ենք լինել անկախ Ադրբեջանից, ուզում ենք դադարեցնել Ադրբեջանի փաստական օկուպացիա, որը օկուպացիայի է ենթարկել ամբողջ Հայաստանը։ Ինչու որտեղ օկուպացիան հենց այդպես է, չէ՞ լինում, երբ որ իրենք վերահսկում են քո, չգիտեմ, արտաքին քաղաքականությունը, իրենք վերահսկում են քո ներքին քաղաքականությունը, ներքին օրենսդրությունը, իրենք որոշում են ինչպիսին պիտի լինի քո զինանշանը, ինչպիսին պիտի լինեն քո պատմության դասագրքերը, ինչպիսին պիտի լինեն քո հարաբերությունները Սփյուռքի հետ, ինչ քաղաքական ուժեր պիտի մասնակցեն Հայաստանի ընտրություններին եւ որոնք չպիտի մասնակցեն,
Հենց սա է ամբողջական օկուպացիան։ Այդ 250 քառակուսի կիլոմետրը չի։ Դա զուտ ֆիզիկական օկուպացիա։ Այնպես որ այս ընկալումը պիտի լինի եւ մարդիկ պիտի ընտրությունների գնան ոչ թե այն բանով թե որ քաղաքական ուժին մանդատ տանք, այլ թե որ քաղաքական ուժն է կամ ուժերն են, որ ի վիճակի են կարող են Հայաստանում դադարեցնել Ադրբեջանի ամբողջական օկուպացիան։ Այս մասին է խոսքը։ Այդ իշխանություններն են ասում, գիտեք, մենք պայքարում ենք, որպեսզի Ռուսաստանից անկախանանք։ Չէ, հարգելիներս, փաստացի մենք պետք է պայքարենք, որ Ադրբեջանից եւ Թուրքիայից անկախանանք, որովհետեւ Հայաստանում ռուսական օկուպացիա չկա։ Հայաստանում կա թուրքական եւ ադրբեջանական օկուպացիա, եւ դա երևում է ամեն քայլափոխի, անգամ բաց տեքստով են ասում, որ գիտեք, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ինչևէ, եթե այս ընկալումը լինի հանրության մոտ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ սա կարողանան ներկայացնել եւ ոչ թե ինչ որ խոստումներ տան, դատարկեցին, այլ հստակ, ինչպես հնարավոր է արդյոք դադարեցնել Ադրբեջանի օկուպացիան, թե հնարավոր չի։ Այդ ընկալումը լինի, այդ դեպքում կնշանակի, որ մենք մեր մեջ արդեն կոնսենսուս ունենք, որ դադարեցնում ենք Ադրբեջանի օկուպացիան եւ այո, պատրաստ ենք դրա համար պայքարել, ինչպես խորհրդային կայսրության դեմ ենք պայքարել, ինչպես բազմաթիվ անգամներ։ Եթե այդ ընկալումը լինի, հունիսի 7-ին քվեատուփերի մոտ արդեն կլինի վերջնական этаպը։ Եթե դա չլինի, մենք ուղղակի գնալու ենք հունիսի 7-ին ընտրատեղ ամասեր կամ չենք էլ գնալու։ Ովքեր էլ գնալու են ընդհանրապես արձանագրելու են, թե հետագայում ինչ կազմ պիտի ունենա Հայաստանի խորհրդարանը, որի ընդունելիք բոլոր օրենքները SMS-ով ստացվելու են Բաքվից եւ որևէ նշանակություն չունի, թե ինչ կազմ կունենա այդտեղ այդ խորհրդարանը։ Այսօր այսքանը կհանդիպենք։